ամերիկյան ճնշումն է, որին դիմանալ չի կարող, դուք երբեք չմոռանաք, որ Ալիևը ավտոկրատ իշխանություն է, KGB-ի ծնած զավակ է եւ KGB իշխանությունն է, դա որը չէ, սա այդպես է, եւ էթնոկրատ է, ինչու էթնոկրատ, որովհետեւ ադրբեջանցի ասած ժողովրդին չէ նշանակում, դա քաղաքական տիտղոս է, որ դրվել է, թալիշներ, դուք շատ լավ գիտեք, լեզգիներ եւ այլն չէ նշանակում, թուրքական տար եւ այլն, այս բոլորը խոցեր են եւ կարծում եմ, որ ինքը որպես չեկիստի տղա շատ լավ է հիշում Թրամփի այն արտահայտությունը, թե տղա ջան, քանի տարի է որ կառավարում ես այդ Ադրբեջանը։ Բայց խաղաղության մեջ հիմա է սկսել ապրել, զգում են դա հրաշալի է։ Ասին էդի նահանջն է, դա Դավոսում է ասել։ Երկրորդ մասը անշուշտ մեր արդյունավետ քաղաքականությունն է եւ հայկական խաչմերուկ իրեն մտնելն է, ինքը տարբերակ չունի չմտնելու եւ միաժամանակ Հայաստանում ներքաղաքական կյանքի կայունությունն է, ես ենթադրում եմ նաեւ բանակու որոշակի տեղաշարժեր, որոնք անմիջականորեն պետությունները հաշվի են առնում հակառակորդները, դա անմիջականորեն, այդ մենակ Ղարաբաղի կլանը չի որ էլի, կնայր համար ուտել խմելու ռուսներն էլ իրեն պահեն, որպես հաշմանդամի, ուզում եմ ասել, այս ներքին եւ արտաքին գործոնները իրար հետ բերում են նման հետո կա նաև հետևյալ է այդ բեռների տարանցումն է կապում դրա հետ ամեն ինչ դրա մեջ է ամերիկյան նախագծի հետ եթե գլոբալ ասենք որովհետև այսօր Կովկասը Թրամփի նախագծի մեջ է այն միջանցքը մենակ Հայաստանի մասին չխոսքը եւ Հայաստանի մասին չուզում եմ ասել սա ընդհանուր կոնցեպտուալ բան է ինձ թվում է որ սա հասկացել է որ ուզի չուզի Հայաստանը վերածվում է ուրեմն այսօր Կովկասի դա ուրեմն վերածում է բանալի պետության եւ ինքը այսօրվանից կամուժներ են իտում հետագայի լավ հարաբերությունների համար մենք պիտի հասկանանք այդ բոլորը էլի այսինքն կոմպլեքս է եւ հետո մի հարց էլ կա իսկ ինչ է ուզել չի ստացել որ ել ինչից բողոքի Սումգայիթից սկսած մինչեւ սեպտեմբերի 23 չէ ինչ արեց հայկական տարրը որ Ադրբեջան կոչված պետության պետականագիր տարներ Նախիջևանով հանդերձ լրիվ մաքրել 100% նաեւ Քոչարյան Ռոբերտի համար ասեմ Չուրախանաս հանգարց խաչքարերը քո ժամանակ է ջուրը լցրել հերոս բանագիտ եւ այլն հիմա ինչից դժգոհի մնացածն իր հաշվով մնում է որ ամրացնի նվաճումներ որտեղ իր համար դա իր ձեռքբերումները ամրացնելու խնդիր ունի Պարոն Շիրինյան, եթե սայթակում ենք Միացյալ Նահանգների հետ կապված այդ մեր հարաբերությունները կործանվում ենք։ Մենք չենք կործանվում, ընդհանրապես ես առաջարկում եմ տերմիններ չօգտագործել աղետի հետ կապված, եթե Ամերիկայի Միացյալ ինքը կործանված է։ Իրենց մեր հայրենակիցներն են, Ռուսաստանի պոչը բաց թողեն։ Եկեղեցու պոչն էլ բաց թողեն շեֆի եւ վերադառնան Հայաստանը շինության ինչ եղել ինչ արել են իհարկե մի քանի հոգին երևի պատասխան տան բայց այդ բոլորը այդ բաները կան եւ նաեւ կնան թոշակի այսպես ասեն քաղաքական որովհետեւ այդ թոշակի քաղաքական թոշակի ասեցի ինչու որովհետեւ իրենց արածը չի ստացվել աշխարհում ոնց է առաջին հանրապետությունից օրինակ բերեմ հա առաջին հանրապետությունը 2 տարի ավելի կյանք ունեցավ 18 թվականից մինչև 20 թվականի դեկտեմբերի 2-ը հստակ է եւ այդ ընթացքում պարլամենտական էր պետությունը տիպիկ պարլամենտական հանրապետություն էր եւ 4 դահլիճ փոխել է 4 Սիմոն Վերացյանինը 2-3 շաբաթ եղավ դե կան 3 դահլիճ փոխել ինչի համար ուրեմն ճկուն ձևով չէր լինում այս հարցի հանգուցային, որտեղ իրավիճակ աշխարհում ներսում շատ բարդ էր, այդ կառավարությունը հրաժարական էր տալիս, գնում էր հանգստի, այսպես ասենք բառը։ Հետո գալիս էր եւ դրանով 2 տարի ամենաբարդ վիճակով
հանրապետությունը եւ գազդուրվեց եւ ուրեմն աճեց տարածքով 65-70 հազար քառակուսի դարավ եւ բանակ ստեղծվեց եւ անենց որ կործանվեց այդ քայքայչ աշխատանքի հետ է ռուսական կապված հայ բոլշևիկների գործնեության այնպես որ հիմա այդ միշտ ասում են պատմությունից փորձ վերցրեք, չէ՞։ Դե վերցրեք, ուրիշի փորձի առաջի հանրապետության փորձը վերցրեք։ Մի եղեք ռուսների հետ, որովհետև արդյունքը ինչ եղավ առաջի հանրապետությունը կիսվեց, բայց չեմ ասում նաև ռուսների դեմ եղեք։ Դա չի որ հա այդ հարցը դուրս է կանում։ Ռուսների դեմ լինենք, օրինակ Լավրովը անհանգստանում է Վարդան Ղուկասյանի առողջության համար։ Ես էլ ասում եմ մի եղեք հետները, մի թողցես էդիկ ոնց որ գերեզմանի վրա, դակաղի վրա լաց լինել է գա։ Ձեզ ինչի տեղ են դրել, որ ձեզ աչի ծախից պաշտպանում են։ Պաշտպանվելու կարիք ունեք, մանկապարտեզները վերադարձրեք կվերջանաք, ինչ եք բաներ։ Հիմա եւ նորմալ կյանքի վերադարձեք, բայց Հայաստանի Հանրապետության փորձը վերցրեք, որն ասեցի 3 դահլիճ գոնե հրաժարական են տվել, իրավիճակը փոխվել է, 4 վարչապետ են ունեցել, 4 վերցրեք մեր փորձը։ Ինչու չեք վերցնում։ Բարձ է, դրա համար եկեք փակենք այս հարցերը։ Նորմալ ուզում եմ ասել որ բայց այն չի որ ամերիկան ոչ կործանվելու այսինքն ես նկատի ունեք եթե Ալիևի նախկին հայտարարությունները զուտ սպառնալիքներ են հիմա արդեն այդ հայտարարությունները պետք է ընդունել որպես նահանջ Մարիջան քաղաքականության իրական պատկերը ներսում է ջրհոսերի մեջ է ինքը էլի մնում է հայատյաց Հայաստանի թշնամի ուրեմն բայց անձնական այսպիսի հագումներով քաղաքականությունը քիչ է վարվում ուրիշ բան կա դուք հաշվում եք հակառակորդի այո իր պոտենցիալն է հաշվում առաջինը երկրորդ հաշվում եք միջազգային կապերը ասեցի ներքին վիճակ եւ արտաքին եւ այլն ինքը նաեւ ունի մի խնդիր Ռուսաստանից փոգում է քծել է չէ Պուտինին Ղարաբաղ դուք ինքն ասում եք մենք ասում ենք թույլ տվեցին Ղարաբաղը նվաճես ագրեսիա անես հիմա ասում է Ռուսաստանը արևմուտքից թեքվել ամերիկայից գնում էս է հիմա ամերիկա ոնց է գնալու ուրեմն ռուսների հետ մեծ խնդիրներ ունի ասեմ նաև մի անգամ դրա կարծեմ Ջեյհուն Բայրամովն ասեց որ Մեղրում Միչանսկ եւ այլ անհեթեթությունները այդտեղ որպեսի ռուս չլինի եւ այլ մեր ու Հայաստանի շահերը համընկնում են իրենց ու մեր այսինքն սրանք նահանջել են նախքին ուժի հարկադրանքի տակ ռեալ հաշիվների վրա բայց որ իրենք մնում են այնպեսին ինչպեսին են 100% կարող է փոխվել են եւ չի այդ խառնել այդ ուրիշ բաների հետ դա սխալ է էլի Այդ դեպքում ինչպես եք բացատրում որ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը արժանացել են նույն Զայնետ մարդկային եղբայրության մրցանակին փետրվարին Աբու Դաբիում աշխարհը այս խաղաղությունը մեր ինչ որ է այս հարաբերությունները գնահատում են եւ ապարգևատրում է դրա համար որովհետեւ մենք գնացել ենք շատ եմ ասել պարտությունից հետո հարկադրաբար որովհետեւ հիմա Փաշինյանն ասի չասի մյուսը որևէ նորմալ հայ համար չէր կարող մեր հայրենիքի կորուստը եւ այլն լինի այդ գերի եւ այլն բայց քաղաքականությունը դրա հետ քիչ կապ ունի ուրեմն աշխարհը որովհետեւ աշխարհն ինչ է ընդունում պետությունների տարածքային ամբողջականություն այ որն է խնդիրը Ղարաբաղյան կլանի այդ որ ասենք եւ ինտելեկտուալների ովքեր հետներն էին այն ակադեմիա բաներ որ կար իրենք ես քանի անգամ ասել եմ որ ինքնորոշման իրավունքով Արցախի հարցը չի կարող լուծվել կարող եք ստուգեք մինչեւ այս ռեժիմի փոփոխությունը Այնտեղ կար 1960 թվականի ապագաղութացման դեկտեմբերի 24 եւ բանաձև էր Հայությունը չկարողացավ այս օրենքը հասանելի դարձնել աշխարհին միշտեր ՄԱԿ-ի կանոնադրությամբ միջազգային իրավունքով տարածքային ամբողջականություն ինքնորոշման իրավունք իրար հետ են բայց աշխարհը հիմա մենակ նա է ընդունում նրա մասին չի խոսում այդ Պուտինը խոսեց մենակ ինքնորոշման ղրիմը երբ որ պիտի գրավել որից հետո լռեց խոսում էր ինքնորոշման իրավունքից Արցախի ժամանակ երբ Ադրբեջանի հարցերը սուր էին եւ մենք պետք է բախվեինք Արցախ հանրապետություն էր
Այն ժամ հիմա չի խոսում, վերցել են, չկա ինգնորը։ Հիմա դրա համար էլ են կառույցները, ովքեր որ նաև աշխարհին տեր են կամ նաև քիչ տեղեկացված, հիմա դա մեր ու աշխարհի մեղքն է, որ ինքը շատ քիչ է տեղեկացված հայության խնդիրների մասին, հա։ Իրենց մեղքը չի, չէ, մեր մեղքն է, ուրեմն եւ այլն, որ չեն կարողացել։ Մարտին Վաշինգտոնում Բաշտոնյա ինչ ասեց ինչ որ ասում ես, մենք տեղյակ չենք, մենք սնվում ենք Ադրբեջանի անգլերեն քարոզչությամբ եւ տեղեկատվությամբ։ Բերեք կոնկրետ լցրեք նյութերը, ինձ է ասում։ Տարեք լցնեիք, ոչ թե ստամոքսները լցնեիք։ Այսինքն մենք ենք մեղավոր, որ այսօր շատ բանում մենք ենք մեղավոր, բայց ամբողջապես մենք չենք, որովհետեւ ասեցի այսինքն սրանք աշխատել է, ոնց ասեմ, եթե մի էլիտա գոչված, էլիտա ծաղր է, իր ասել է, եկել է, որ կողոպտի հարստանա, որ թոշակի գնալուց հաշման դամեր 20 միլիոն դոլար ստանա, հա? 20 միլիոն դրամ։ Դոլար թե դրամ։ Դրամ պետք է լինի, եթե։ Դո չայցավ տանը, ոնց որ դոլար ասես, մարդիկ հարցնում են միջը։ Ազգային ժողովն ասում են դոլար շշմել են նստածները, դոլար։ Բայց ես դրամի չէ, մի անգամ ուտում են, էլի խաշում իրենց 20 միլիոն դոլար եղել։ Պատկերացնում եք, այսինքն այստեղ չպետք է խառնել հարցեր իրար հետ։ Հիմա գնահատվում է արժեքը եւ նաեւ այս մարակայում եղած վիճակում նման բաները մեզ համար իհարկե դրական են։ Դրական է նաև այլ լիբի համար, որտեղ կերպարը փոխվում է, ցեղասպանություն չի արել, ավտոկրատ չի, ես չի, չէ, նաև դրա վրա է աշխատում։ Նաև հիմք ունի, ինչ էր ուզում, որ չի ստացել։ Այն որ իր հայրը երազել չէր կարող, որ խաչքարերը Քոչարյան Ռոբերտի աչքի առաջ կլցնի Արաքս, Նախիջևանից, որ Արցախը կտեղահանեն, Էլչիբեյն անգամ մտքովը չէր անցկացնի։ Այս մարդը արել է, ստացել է եւ ռուսներից է ստացել առաջին հերթին։ Հիմա ինչ ասեք սրա մնում է ինչ։ Կերպարը փոխել, դառնալ աղավնի եւ ապրել ուրիշ հարց ունի։ Իշխանությունը փոխանցել իր տղային։